Вообще գորի մասին չէ, ուրիշ շեֆ է, ուրիշ շեֆի մասին է։ Ալլա ջան, չեմ հասկանում, նոր լավ խմած էր, հետո եղած է։ Ռուբո ճիշտն ասում ես վատություն արել, Ռուբո։ Արմենի մասին էր խոսում, հա։ Ոչ ասեցի։ Nein, nicht. Нет. Արմեն, Հա։ մի ժամ է քայլում ես, նստիր։ Հա։ Մնաց մի ժամ, երկուսին թռնում ենք։ 2 ժամ առաջ պիտի օդանավակայանում լինենք։ Մհերը պիտի գա, վերցնի ինձ, գնանք Նանայի հետևից։ Նանան կարողանա նկա դուրս գալ տնից։ Նա հատուկ ես գիշեր մոր տանն է մնացել, որ գոռից հեռու լինի։ Կանադա, ուրիշ երկիր, ուրիշ կյանք։ Նանայի հետ։ Միայն թե ամեն ինչ բարեհաջող անցնի։ Արմեն, ինչ է եղել։ Չեմ հասկանում, պրոբլեմներ ունես, հա? Աշխատանքի վայրում, հա, Վարուսյանի մոտ։ Չէ, ոչ մի բան։ Արմենին ինչ-որ հարց է տանջում, ինչու ինձ չի ասում, մեծացել է, տղամարդ է, ամեն ինչ ուզում է ինքնուրույն անել, մոր խորհրդի կարիքը չունի արդեն, տղամարդ է, Վարուժան Վարուսյանի օգնականը, թող այդպես լինի։ Գուցե մորս ասեմ, ինչ պիտի լինի, որ ասեմ։ Մհերը պատվիրեց, որ ոչ մեկին չասեմ։ Բայց ես ոնց մեկնեմ առանց մորս հրաժեշտ տալու, ոնց։ Իսկ Զառան։ Չէ, պետք է ասել, ինչ անեմ, որ նա ճիշտ։ Արմեն, լսիր, ես չեմ կարող հանգիստ քնել, մինչև հաստատ չիմանամ, որ քո մտատանջության պատճառը միայն գործնական խնդիրն է, ուրիշ ոչինչ։ Արմեն։ Մամ, ես քեզ վաղը կզանգեմ ու դու ամեն ինչ կիմանաս։ Լսի, դու հիմա ավելի ես ինձ անհանգստացնում, ինչ է գործնական պրոբլեմ, չի անձնական է։ Չէ, գործնական չի։ Չխաբեմ անձնական։ Ինչ է եղել։ Ինչ է եղել։ Մամ, ես քեզ շատ եմ սիրում։ Մի մեղադրի ինձ, ես չէի կարող ասել, բայց իմացի, որ ես քեզ շատ եմ սիրում։ Ինչ է եղել, հա։
Ինչ է եղել։ Ինչ է եղել, խնդրում եմ քեզ ասա, ինչ է եղել։ Մամ, ես չեմ կարող ասել, այդպես ենք պայմանավորվել։ Ում հետ ես պայմանավորվել։ Ինչ ես պայմանավորվել։ Ինչ ես դու պայմանավորվել, ասա, խնդրում եմ քեզ։ Ես Կանադա եմ գնում։ Ինչ։ Ալո, Արմեն։ Հանան, ինչ է եղել։ Ոչ մի բան, անհանգիստ եմ։ Սերտս խփում է։ Մայրդ քնած է։ Հա, քնած է։ Նամակ գրեցի, թողեցի խոհանոցի սեղանին։ Կարտնանա կտեսնի։ Մհերը գալու է քո հետևից, երբ է գալու։ Չի զանգել։ Չէ, նան, հիմա ժամը քանիսն է։ 11-ը։ Դեռ շուտ է։ Արմեն, անհանգիստ եմ։ Չեմ դիմանում։ Հանգիստ։ Անձնագիրը տոմսերը վերցրել ես, ոչ մի բան չես մոռացել։ Չէ, վերցրել եմ։ Արմեն, ուզում եմ մորս արթնացնեմ, հրաժեշտ տամ։ Չեմ կարող այդպես։ Մի ժամ է մնացել, ինչ կլինի այդ ընթացքում։ Նան, ես էլ չդիմացա ասեցի։ Ես էլ եմ ուզում։ Արմեն, պիտի ասեմ, մեղքա մայրս չեմ կարող այդպես վարվել։ Շատ ծանր կտանի։ Լավ, ասա։ Լավ, սպասում եմ ձեր զանգին։ Արմեն, Մամ, կներես, որ քեզնից գաղտնի պահեցի, բայց չէի կարող ասել, մենք վախենում ենք։ ինչից էիր վախենում։ Ինչից էիր վախենում, հա։ Ինձնից, հա։ Մորիցդ, հա։ Կներես, մամ։ Ես հասկանում եմ։ Դու ամբողջ աշխարհից կարող ես գաղտնի պահել։ Ամբողջ աշխարհից, բայց ինձնից, հա։ Ինձնից։ Ես քո մայրն եմ, լսիր։ Հասկանում եմ։ Դու դա արել ես ձեր անվտանգության համար, բայց ինձնից ինչ վտանգ կարող է լինել։ Ես քո մայրն եմ։ Կանադա եմ եկնում։ Մհերն է որոշել։ Չէ, մամ, մենք միասին ենք որոշել։ Մհերը առաջարկեց, ես սկզբում տատանվում էի, չէի կարողանում որևէ որոշում կայացնել, բայց հետո մհերը համոզեց։ Ու ես էլ հասկացա, որ ճիշտը դա է, մենք այսպես շարունակել չենք կարող։ Դու ինքդ էիր ասում, որ այսպես շարունակվել չի կարող։ Հա, ես ինքս էի ասում, որ այսպես չի կարող շարունակվել, եւ միայն մի պատճառով, որովհետեւ այդ հանդիպումներից քեզ վտանգավոր են այդ հանդիպումները։ Ես անհանգստանում էի իմ որդու կյանքի համար։ Մամ, գիտեմ, դու մայր ես, դու նայում ես մոր տեսանկյունից։ Գիտեմ, անհանգստանում ես ինձ համար, բայց այսպես շարունակվել չէր կարող, մենք չենք կարող իրար հանդիպել։ Ու միակ որոշումը, ու ճիշտ որոշումը էս էր։ Երբ եք մեկնում, հա։